Իմ նախորդ ելույթում ես սոս էի հնչեցրել այն իմաստով, որ մեր երկրում գործարկվում է մի ծրագիր, որի արդյունքում աղքատ ընտանիքները դառնում են ծայրահեղ աղքատ։ Եվ ներկայացրել էի վիճակագրություն, որ Սյունիքի մարզում մեկ տարվա ընթացքում 870 ընտանիք զրկվել է նպաստից։ Ես բավականին մեղմ ցուցանիշներ էի ներկայացրել, որովհետև իրականում այդ թվերը շատ ավելի բարձր են։ Իրականում 2049 ընտանիքից ընդամենը այս պահի դրությամբ 258 ընտանիք է օգտվում ընտանեկան նպաստից։ Եվ ինչ է իրականում տեղի ունեցել։ Եթե մենք թղթի վրա դիտարկում ենք, այո, 80%-ից ավել ընտանիքներ մեկ օրվա ընթացքում հարստացել են, կարելի է ասել, եւ այլևս աղքատ չեն, բայց ինչ ընթացակարգով է այդ գործընթացը տեղի ունեցել։ Ներդրվել է մի համակարգ, որը ընդհանուր առմամբ համակարգչային ալգորիթմով նպաստառու ընտանիքներին, աղքատ ընտանիքներին դուրս է թողնում ցուցակներից։ Եվ սա հնչեցրել էի որպես սոս, որովհետև այս ծրագիրը կիրառվում է նաև հանրապետության այլ մարզերում, եւ սա նշանակում է, որ տասնյակ հազարավոր ընտանիքների վիճակը շատ ավելի է վատանալու։ Եվ ինչ տեղի ունեցավ, արձագանքներ մի քանի, որ Հայաստանի Հանրապետությունում աղքատության ցուցանիշը կրճատվել է, հասնելով պատմական ցուցանիշի։ Այո, ընդամենը թղթի վրա համակարգչային ալգորիթմով հաղթահարել եք աղքատություն, բայց իրականում, նորից եմ կրկնում, մեր երկրում աղքատ ընտանիքները հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ։ Եվ ես կոնկրետ օրինակներ կբերեմ, օրինակ այն համայնքից, որը ներկայացնում եմ, Գորիս համայնքը։ Օրինակներից ասեմ, որ ամենաբազմազավակ ընտանիքներից մեկը, սա բացառիկ դեպք է, 8 անչափահաս երեխա ընտանիքում զրկվել են ընտանեկան նպաստից, որովհետև մենք շատ բազմազավակ ընտանիքներ չունենք, որտեղ 8 անչափահաս երեխա կա, եւ ընտանիքը զրկվել է նպաստից նրա համար, որ օրինակ գազի ամսական վարձը կազմել է 5000 դրամ։ Ընտանիքի մայրը օբյեկտիվորեն հարցադրում է անում, ասում է. լավ, 8 երեխա ունեմ, շաբաթական մեկ անգամ այդ երեխաներին լողացնում եմ ամսվա վերջում, բնականաբար նաև օգտագործում է կենցաղային այլ նպատակներով 5000 դրամից պակաս չեմ կարող վճարում իրականացնել։ Արդյունքում ինչ է ստացվում։ Այս ընտանիքը դուրս է մնացել պետության հոգացությունից, բայց արձանագրում ենք, որ հաղթահարվել է ընտանիքը։ 8 երեխաները հայտնվել են ավելի դժվար իրավիճակում, քան դրանից առաջ էին։ Հաջորդ օրինակն եմ ուզում բերել, ուզում եմ ասեմ, սրանք փաստեր են, հիմա ես անուն ազգանուններ չեմ հրապարակում, որովհետև չեմ անպայման բոլոր տվյալները կփոխանցեմ, բայց սրանք հարյուրավոր են, կփոխանցեմ։ Հաջորդ դեպքն եմ ուզում նկարագրել, հարգելի հայրենակիցներ, օրինակ ունենք ընտանիք, որը ապրում է տնակում, աղքատության մեջ, այնպես է ստացվել, որ ընտանիքի զավակները լավ դպրոցում գերազանց առաջադիմություն ունեն եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում։ Ընտանիքը ինչ պիտի անի, եթե հաշմանդամություն ունեցող անձինք են, չեն կարող աշխատել, աշխատանք փնտրելու հնարավորություն չկա, վարկ են վերցնելու ուսման վարձը վճարելու համար եւ կրկին զրկվում են ընտանեկան նպաստից։ Այս համատեքստում է հաղթահարվում մեր երկրում աղքատությունը, բայց կարող եմ վստահեցնել, որ ես անձամբ այցելել եմ բոլոր այդ ընտանիքները, որոնց մասին ես խոսում եմ, եւ աղքատության հաղթահարման, բարեկեցության ուղղությամբ որևէ էական փոփոխություն այդ ընտանիքներում չկա։ Ընդհակառակը եղած ֆինանսական հնարավորությունները կրճատվել են եւ հետեւաբար նորից եմ շեշտում, աղքատ ընտանիքները հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ։ Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, պարոն Թունյան, դուք արձագանքեցիք, նաև հղում անելով, եթե ճիշտ եմ հասկանում, գործարարներին, այո, բավականին անարդար վիճակ է, որ վերջին 3 տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, դրա փոխարեն, դրա զուգահեռ
մեր երկրում սարսափելի թանկացումներ են եւ այդ նույն աղքատ ընտանիքների համար բավականին լուրջ մարտահրավերներ կան։ Բացի դրանից ուզում եմ ասել, որ անարդարությունը կայանում է նրանում, որ օրինակ եթե աղքատ երկրում պետական պաշտոն զբաղեցնող անձը օրինակ կարող է ստանալ 7 միլիոն պարգևավճար, բայց մանկապարտեզում աշխատող դասիրակը, որ առավոտից երեկո չարչարվում է եւ սահմանված է նվազագույն աշխատավարձ, իրականում դա արդար է։ Ես իմ նախորդ ելույթում էլ ասեցի, որ շատ ողջունելի է, որ մենք ունենանք այնպիսի պետություն, երկիր, որտեղ որ արժանապատիվ աշխատավարձը բոլորի համար շատ կարևոր կլինի։ Այո, պետք է եւ մանկավարժը, եւ բժիշկը, եւ բանվորը, բոլորը պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում բարձր աշխատավարձ եւ դա ողջունելի է։ Բոլորը պետք է խրախուսվեն, եթե իրենց աշխատանքը կատարում են շատ լավ, բայց նորից եմ ասում, աղքատ երկրում, երբ պետական պաշտոն զբաղեցնող անձը ստանում է միլիոնավոր աշխատավարձներ եւ այստեղից ասում եք, որ նվազագույն աշխատավարձի ձեր դիտարկումն եք անում հղում անելով գործարարներին, այ դա իրականում արդար չէ։ Հատկապես այն դեպքում, որ մենք ընդամենը տասնյակ օրեր առաջ ականատես եղանք, որ Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդից 5 միլիարդ դրամ խրախուսման նպատակով, ընդ որում չզեկուցվող հարցերի շրջանակներում հարց է առաջանում ինչու, որովհետև դա հանրային միջոց է, հանրային միջոցները պետք է լինեն հրապարակային, գաղտնի պետք է որոշում չկայացվի ժողովրդից եւ մարդիկ պետք է իմանան ինչի վրա են ծախսվում իրենց վճարները եւ վերջացրեք, հա։ Շարունակեք։ Դուք ձեր ելույթում հետագայում կանդրադառնաք, ես ուզում եմ արձագանքել, որ պահուստային ֆոնդից, օրինակ, որը համարվում է, այսպես ասած, անվտանգության բարձիկ նաև, պետք է շատ ավելի նպատակային ծախսեր արվեն։ Օրինակ, սուբվենցիոն ծրագրերը, որ տևական ժամանակ ձգձգվում են, իսկ այդ ծրագրերը համայնքների համար կենսական նշանակություն ունեն, շատ ավելի առաջնային են, որ ծախսերն ուղղվեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Իմ գործընկեր Արամ Վարդևանյանի մասին նաև տարբեր ելույթներ եղան, ես ինչպես երեկ իմ հարցադրման մեջ այսօր էլ փաստում եմ, որ ժամեր շարունակ պարոն Վարդևանյանը խոսելով իսկապես ցույց տվեց, թե ինչպիսին պիտի լինի քաղաքական գործի վարքագիծը, հավասարակշիռ խոսքով, հարգանքով, ինչպես իր գործընկերների, այնպես էլ ընդդիմախոսների խոսքի նկատմամբ եւ նոր մշակույթ բերելով, արդար բանավեճի մշակույթ բերելով։ Ինչ վերաբերում է մասնագիտական կարողություններին, այդ մասին չեմ խոսի, որովհետև դրա գնահատականը վաղուց տրված է եւ իրապես պարոն Վարդևանյանը մեր երկրում ոլորտի լավագույններից է։ Այսօրվա իրադարձությանն եմ ուզում անդրադառնալ, ես այստեղից կհնչեցնեմ իմ մտահոգությունը այսօր Հայաստանում տեղի ունեցող մի խայտառակ իրադարձության վերաբերյալ, որ մենք սրբազան արժեքների ճգնաժամի օրեր ենք ապրում։ Հայաստանում մենք տեսել ենք այս իշխանության օրոք կանանց դատելու մշակույթ, քաղաքական հենքով, դպրոցականներին քաղաքական հենքով դատելու մշակույթ։ Մենք տեսել ենք սրբազաններին դատելու մշակույթ, բայց այսօր ցավալիորեն տեսնում ենք նաև վեհափառին դատելու նոր մշակույթ։ Այն ինչը տեղի է ունենում այսօր, հերթական ցուցադրական գործընթացն է, որը որևէ աղերս չունի արդարադատության հետ եւ նպատակաուղղված է վարկաբեկելու դարեր շարունակ հայ ժողովրդի ինքնությունն ու պետականությունը պահպանած ինստիտուտը։ Մենք մեր երկրում բավականին լուրջ խնդիրներ ունենք, ինչպես քիչ առաջ ես նշեցի, սոցիալ-տնտեսական խնդիրներ, աղքատության հետ կապված խնդիրներ, արտաքին մարտահրավերներ, անվտանգության հարցեր, իսկ ինչ ենք մենք քննարկում այստեղ եւ ինչ է կատարվում մեր շուրջը։ Մենք կաթողիկոս ենք դատում։ Սա քաղաքական
սնանկության հերթական ցուցանիշն է, հարգելի հայրենակիցներ։ Ես իմ լիակատար աջակցությունն եմ այստեղից հայտնում վեհափառ հայրապետին եւ շինծու գործերով անցնող սրբազան հայրերին։ Սիրելի հայրենակիցներ, այս դժվար ժամանակը եւս կանցնի, ներողություն եմ խնդրում 10 վայրկյան։ Եվս կանցնի, այս դեպքի մասին գուցե մենք ինչ որ ժամանակ հետո մոռանանք, բայց վստահաբար չենք մոռանալու այն անձանց, ովքեր կանգնած էին այս խայտառակության հիմքում եւ ամեն ինչ արեցին, որպեսզի հայ ժողովրդի ամենահին ու սուրբ ազգային ինստիտուտը վարկաբեկվի։